Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, այսօր զրուցելու եմ հետաքրքիր թոպիկ, որ վերջերս մտածում էի սրա մասին եւ կարծում եմ նրանք, ովքեր կլսեն մինչեւ վերջ, կքաղեն որոշ կարեւոր ինֆորմացիա եւ հուսանք օգտագործեք ձեր կյանքերում։ Այսօր ուզում եմ զրուցել ինչ է նշանակում լավ փոփոխությունը համեմատած վատ փոփոխության հետ։ Ի վերջո մենք բոլորս պիտի հասկանանք եւ ընդունենք այն ֆակտը, որ կյանքը միշտ փոփոխվում է։ Հիմնականում շատ քիչ բաներ են նույնը մնում։ Կյանքը միշտ փոխվում է, փոխվում են եղանակները, փոխվում են մարդու սովորությունները, փոխվում են մարդու լոքեյշնները, փոխվում է էկոնոմիկան, փոխվում են ընկերները, փոխվում են գործերը, փոխվում են որոշումները, փոխվում են շատ անգամ օրվա ընթացքում մեր էմոցիաները։ Հիմա հարց է առաջանում. արդյոք կա լավ փոփոխություն, որ համեմատենք վատի հետ եւ ոնց տարբերենք դրանք։ Իհարկե փոփոխություններ կան, իմ կարծիքով, որ դա շատ լավ բան է, երբ որ մարդ փոխվում է կամ փոխում է, բայց նաեւ մյուս կողմում կան փոփոխություններ, որ փոխվելու դեպքում դրանք դառնում են վատը մեզ համար, մեր որոշումների մեջ։ Երկու էրիաների մեջ ուզում եմ ավելի կենտրոնանամ անձնական եւ բիզնես, որտեվ ես տարիներ բիզնես աշխարհում եմ եւ շատ բաներ նաեւ սովորել եմ բիզնես աշխարհից։ Անձնական կյանքում իրոք հարցեր կան, որ պիտի մարդ միշտ փոխվի։ Կլինի դա, եթե ընտանիք ունես, երեխաներ ունես, քո ընտանիքի մեջ բաներ կա, որ պիտի փոխես։ Օրինակ երեխաների վերաբերմունքը փոքր հասակում ինչպես ես վերաբերվում, ինչպես ես հարցերը լուծում կամ ինչպիսի կանոններ ես փորձում ունենալ կամ պահել տանը, երբ որ նրանք մեծանում են, դրանք էլ պիտի փոխվի։ Որոշ կանոններ կա, որ պիտի մնան նույնը եւ որոշ բաներ կա, պիտի փոխվեն։ Ինչու՞, որտեվ երեխաները մեծանում են եւ դու չես կարող նույն մոտեցումով մոտիկանաս, եթե օրինակի համար քո երեխան 3 տարեկան է, 5 կամ 10։ Իհարկե այդպիսի շատ հարցեր կա ընտանեկան բոլոր էրիաների մեջ, որ կարող ես գծել փոփոխությունները, որոնք են փոխվող եւ որոնք չպիտի փոխվեն։ Եվ երբ որ դու հետևում ես այդ կարևոր կանոններին, քո կյանքը ավելի բարելավում է։ Նույնը վերցնենք բիզնեսի մեջ։ Բաներ կա, որ բիզնեսում պիտի փոխես եւ բաներ կա, պիտի չփոխես։ Ես շատ անգամ հանդիպել եմ մարդկանց, ովքեր ամեն 6 ամիսը մեկ, ամեն տարին մեկ փոխում են իրենց բիզնեսը կամ իրենց ինդուստրիան եւ մտածում են ինչու նրանք հասել են եւ դարձել են 30, 40 կամ 50 տարեկան, դեռ չունեն կոնկրետ հաջողություն իրենց կյանքում, որտեղ միշտ փոխում են ինդուստրիան եւ այդպիսի փոփոխությունը համարվում է վատ, որովհետեւ դու չես կարող 1-2 տարին մեկ, 6 ամիսը մեկ փոխել գործը եւ մտածել, այս գործում արդեն կհաջողվեմ։ Հարցը գործը փոխելու մեջ չի, հարցը քո բնավորության մեջ է։ Երկրորդ բանը, օրինակ, ինչ փոփոխություններ կարող ենք անենք մեր առողջության հետ կապված։ Օրենքներ կա, որ պետք է սովորենք, օրինակ, այս ժամից հետո չուտելը շատ դրական փոփոխություն է, որ յուրաքանչյուր անհատ կարող է անել, որտեղ դա օգտակար է յուրաքանչյուրի առողջությանը։ Իսկ օրինակ փոփոխություններ կան, որ երբ որ դու այդ բաները չես հետևում օրենքներին, ուտում ես որ ժամին որ ուզես կամ օրինակի համար օրը 3 անգամ, 5 անգամ ինչքան պատահի, այդպիսի փոփոխվող որոշումը քո առողջության մեջ տարիների ընթացքում վնասելու է քո առողջությանը։ Մյուսը փոփոխություններ շատերը պետք է հասկանան, անեն դրական եւ բացասական այդ լավ փոփոխությունները եւ վատ փոփոխությունները պետք է անեն իրենց մտածելակերպի մեջ, երբ որ որոշումներ են անում։ Օրինակ, եթե օրինակի համար մի որոշում վերցնենք, օրինակ travel անելը, դա կարելի է համարել կարճ ժամանակահատվածի travel, օրինակ մեկը որոշել է այս տարի travel անի, բայց երբ որ երկարաժամկետ որոշում ես անում փոփոխության, դու պիտի լուրջ որոշես այս փոփոխությունը երկարաժամկետ քեզ ուր է հասցնելու։ Դրա համար միշտ ինչի այս թեման զրուցեցի, որտեվ ինձ
այսպես ասած առիթների ընթացքում շատ անգամ թեմաները, երբ որ խոսում են փոխվելը լավ բան է, թե ոչ, իրականության մեջ հա եւ չէ պատասխան ունի դա։ Օրինակի համար ինչի մեջ պիտի փոխվենք։ Պիտի փոխվենք մեր սովորությունների մեջ։ Բաներ կա, սովորություններ կա, որոնք երբ որ դու փոխում ես, քո կյանքը սկսում է աճել։ Բայց միևնույն ժամանակ սովորություններ կա, եթե դրանք դրական եւ կառուցիչ սովորություններ են, օրինակի համար վերցնենք անհատը ամեն առավոտյան մարզվում է, դա պետք չի փոխել, որտեվ դա քո կյանքին դրական օգուտ է տալիս եւ կարիքը չկա դրա փոփոխություն, այս դեպքում սա պետք չի փոխել, որտեվ այս փոփոխությունը լավ է որ պահպանես։ Օրինակի համար այստեղ նոթեր եմ գրել, քանի որ ես ֆինանս աշխարհում եմ, ֆինանսական դաշտում շփվելով անհատների եւ ընտանիքների հետ, տեսնում եմ մարդկանց փոփոխությունները այնքան արագ եւ ոչ երկար մտածելու հետևանքով կամ շատ emotional լինելու հետևանքով իրենց ֆինանսները միշտ անհիմքն է եւ միշտ ունեն իրանք բարդություններ իրենց ֆինանսների մեջ։ Ինչու, որտեվ մարդիկ արագ փոխվում են։ Լինելով Ամերիկայում տեսնում եմ, որ մարդիկ օրինակ մի գործից մի գործ են փոխում եւ ինչ-ինչ պատճառով, եթե իրանք օրինակի համար այս գործում առաջվա գործում վաստակում էին $70,000 տարեկան, այս նոր գործը իրենց առաջարկել են 90, այդ 20,000-ի փոփոխությունը միանգամից հենց առաջի ամսից, նույնիսկ ոչ առաջի տարուց, այլ առաջի ամսից նրանք սկսում են մեծ փոփոխություններ անել իրենց ֆինանսական կյանքում, գնելով ուրիշ բաներ, փոփոխություններ անել իրենց տան մեջ, մեքենայի մեջ, ապրելակերպի մեջ եւ տեսնում ես մարդը միանգամից փոխվեց։ Այսա վատ փոփոխություն է։ Դրա լավ կողմը կլինի մարդ ասի, գիտես ինչ, ես պահելու եմ իմ լայֆստայլը նույն ձև, ինչպես 70,000-ի լայֆստայլ ունեմ, մյուս 2-3 տարին այդ 20,000 էքստրա դոլարը մի կողմ եմ դնելու եւ կառուցեմ իմ ֆինանսները, միգուցե պարտքեր ունի, փակի պարտքերը կամ հավաքի մի կողմ դնի, այսինքն բաներ կա քո փոփոխությունների մեջ, պետք է իրոք ուսումնասիրես եւ տեսնես իրոք այս փոփոխությունը դրական թե բացասական կյանք է տալու ինձ կամ օգուտ կամ վնաս է տալու իմ կյանքին։ Շատ բաներ կա, որ կարող եմ դրանց մասին զրուցել, այս փոքրիկ կարճ վիդեոն նրա համար է, որ շատ կարևոր եւ կարծում եմ յուրաքանչյուր անհատ կամ ընտանիք ժամանակ առ ժամանակ պետք է նստի եւ տեսնի իր կյանքի մեջ վերջի 6 ամսվա մեջ, վերջի մի տարվա մեջ ինչեր կա որ փոխվել է եւ արժեր դրանք փոխվել եւ ինչեր կա որ լավ բան է որ չպիտի փոխվեր, հետ գնան եւ շարունակեն այդ ոչ փոխվող լավ կետերը եւ այն բաները որ մինուս է բերում, այսպես ասած, իրենց կյանքին, ինչպես փոխեն ավելի լավ ընտրություն անեն դրա փոխարեն։ Հուսամ այս առաջադրանքը յուրաքանչյուրը անձնապես կնայեք ձեր կյանքերին եւ տեսնեք ինչեր կա, որ պիտի փոխես քո կյանքում եւ ինչեր կա, որ չպիտի փոխես կամ եթե փոխել ես հետ գնաս իր առաջվա որոշմանը եւ պահպանես դա, որովհետեւ սովորություններ կան, որ շատ դրական է մարդու կյանքում, դրանք չպիտի փոխվեն։ Հուսամ մի բան կստանաք այս վիդեոից, եթե առաջի անգամ եք ինձ հետևում, անպայման subscribe արեք իմ YouTube-յան ալիքին եւ տարածեք ձեր էջերում։ Հարցերի դեպքում դուք տեսնում եք իմ տվյալները, եթե հարցեր ունեք իմ մասնագիտության հետ կապված, insurance եւ real estate, կապնվեք ինձ հետ եւ ես մեծ սիրով կօգնեմ, որ փոխվի դրական կողմով ձեր ֆինանսական կյանքը։ Մայիս Կարիբյան, stay tuned։